Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը մեկնաբանելով հանդուրժողականության տերմինը հոգեբանական տեսանկյունից նշել է, որ հանդուրժող լինել նշանակում է ընդունել ուրիշի տեսակետ ունենալու իրավունքը, նույնիսկ այն դեպքում, երբ անձը դրան համաձայն չէ։ Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկմանը ժամը 18-ին։ Նոյեմբերի 22-ից 24-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանս տիեզերական դարաշրջանի 50 տարին երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրությունները թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայուսությունները, տվյալների շտեմարանները եւ վիրտուալ աստղադիտարանները։ Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակում։ Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի եւ Տաջիկստանի 50 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ, ինչպես նաեւ եվրոպացի, ռուս եւ հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ։ Կանադայի խորհրդարանում տեղի ունեցել անդրանիկ հանդիպում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի եւ վերստին կազմավորված Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների միջև։ Հայաստանի Հանրապետության դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ արդի մարտահրավերները։ Կողմերը կարևորել են կանադական բարեկամության ամրապնդման, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին Կանադայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Հայաստանում բոլոր ճանապարհները բաց են, որոշ վայրերում ձյուն է, բուք, քամի, մառախուղ եւ մերկասառույց։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր նոյեմբերի 16-ի առավոտյան ժամը 06:45-ից ձյուն է տեղում Ամասիայում, Արտիկում, Արագածում, Մարալիկում, Սպիտակում, Ապարանում, Գավառում, Արարատում, Ջերմուկում, Մեղրիում, Քաջարանում, Ծավում, Կապանում, Գավառում եւ Արարատում, որտեղ միաժամանակ նաեւ մերկասառույց է, իսկ Թալինում մառախուղ։ Ներկա պահին Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ չկան։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Մոսկվա։ Այցի շրջանակներում անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի իր գործընկերոջ Նիկոլայ Պատրուշեևի, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայել Դմիտրիևի, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոգուեի եւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժոյի հետ։ Այցի շրջանակներում կստորագրվի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության 2012-2013 թվականների ծրագիրը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնականում տեղի կունենա Հայաստանի համագործակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում թեմայով կլոր սեղան քննարկում, որի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդես կգա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների շուրջ զեկույցով։ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում Քեթրին Էշթոնին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Մեդիամաքսը։ Քեթրին Էշթոնը հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Իսկ 3 այցով Բաքվում գտնվող Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման եւ առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ խմբի գործունեությունն ուղղված կլինի զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանը եւ դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը առաջիկայում քննարկելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյհոգեբանական վիճակի վրա ազդող կարգապահական եւ իրավական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղիները։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ այսօր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ իր զեկույցը։ Դրանում ադրբեջանական իշխանությունները քննադատության են արժանացել այս տարվա մարտին ու ապրիլին տեղի ունեցած փողոցային բողոքի ակցիաների ժամանակ ուժ գործադրելու ու ահաբեկման մեթոդներ կիրառելու համար։ Նշվում է, որ այդ ակցիայի ժամանակ ձերբակալվել են ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող հարյուրավոր խաղաղ ցուցարարներ, որոնց մի մասին անվտանգության ուժերը ծեծի են ենթարկել։ Այդ օրը ձերբակալված ցուցարարները ներկայումս գտնվում են բանտում։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 383 դրամով, եվրոն 514-ով, օդի ջերմաստիճանն այժմ 0 է։ Քիչ անց հետևեք նաև ԱՊՀ եւ արտերկրի նորություններին, որոնք կներկայացնի Աննա Ավագյանը։